Հայաստանում վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ վարչախումբը ըստ էության տոտալ ռեպրեսիաների է անցել իր ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես թիրախավորելով ազգային ուժերին, նաև եկեղեցուն, բարերարներին, մարդկանց, ովքեր կշիռ ունեն Հայաստանի Հանրապետության կայացման համատեքստում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու եմ պատմական գիտությունների թեկնածու ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տեղի ունեցող բռնաճնշումներին որպես պատմաբան ինչպիսի գնահատական կտաք եւ ինչպիսի անալոգներ կարող են իրականացնել։ Ինչպիսի ռեժիմ է Փաշինյանի ռեժիմը, եթե դիտարկենք պատմության շրջափուլերը։ Ընդհանրապես մենք տեսնում ենք, որ կամաց Հայաստանում ձևավորվում է մի համակարգ, որտեղ որոշումների կայացման աղբյուրը կենտրոնանում է մի մարդու ձեռքում։ Դա միշտ վտանգավոր է, ցանկացած պարագայում վտանգավոր է եւ մենք մեր պատմության ընթացքում ցավոք սրտի ունեցել ենք նման շրջաններ, երբ որ նորագույն պատմության շրջանում, երբ որ Հայաստանը գտնվում էր Խորհրդային Միության կազմում, շատ ոլորտային հարցերում, նույնիսկ, չգիտեմ, ոլորտներում, որտեղ թվում էր, թե իշխանությունները առանձնապես միջամտելու կարիք, ոչ թե կարիք չունեն, նաև իրավասույցություն չունեն, նաև, կարիք էլ նաև, այսինքն համընդհանուր քաղաքական նպատակահարմարությունը երևի ուղղակիորեն չէր թելադրում հենց այդ ոլորտների վերահսկողությունը վերցնել, բայց իշխանությունները վերահսկում են նաև այդ ոլորտը, եւ ցավոք սրտի ես տեսնում եմ նման մի բան, նաև հիմա, երբ որ ասում եմ այդ ոլորտներ, օրինակ ես նկատի ունեմ, օրինակ խորհրդային շրջանում խորհրդային իշխանությունները կամ բոլշևիկյան իշխանությունները նույնիսկ ես կուզենայի ասել, որտեղ մենք խոսում ենք ոչ թե ամբողջ խորհրդային այսպես շրջանի մասին, այլ սկզբի տարիներին, հենց հաստատման սկզբնական տարիներին, 20-ականների սկզբին, 20-ականներին եւ մինչեւ 30, ասենք 30-ականների վերջ, 20-30-ականներին, երբ որ բոլշևիկյան իշխանությունը նոր հաստատված իշխանությունը ինքը կամաց իր ձեռքն է վերցնում ամբողջ իշխանությունը եւ դա ոչ միայն օրենսդիր իշխանություններ, գործադիր իշխանություններ եւ դատական իշխանություններ, այլ նաեւ փորձեց իր ձեռքը վերցնել հոգեվոր իշխանությունը եւ նաեւ գիտությունը, մշակույթը եւ ան բոլոր ոլորտները կենտրոնացնել իր վրա։ Ցավոք սրտի Հայաստանում նման մի բան եմ տեսնում, թեև ինքը եթե բոլշևիկյան շրջանում դա եթե կարելի է այդպես արտահայտել, ավելի ազնիվ էր, այսինքն դա հենց այդպես էլ հռչակվում էր, որ մենք ենք որոշում, այո, մենք ենք որոշում, ասենք պրոլետարիատի դիկտատուրա է եւ պրոլետարիատը պետք է որոշի, ասենք ինչ օրինակ գիտական ուսումնասիրություններ պետք է կատարվեն։ Հիմա այդպես բաց տեքստով չի արտահայտվում եւ սա ավելի այսպես մանիպուլատիվ բան է եւ սա փորձ է կատարվում արտարացնել ժողովրդի ցանկություն անորոշ ինչ-որ մի ձևակերպման, բայց ես նմանություններ տեսնում եմ այս աշխատավոճի մեջ եւ նույն այդ եկեղեցու նկատմամբ այսպես հետապնդումները կամ բանը արշավը ինքը շատ մեծ նմանություններ ունի, որտեղ օրինակ տեսեք խորհրդային շրջանում բռնաճնշումները շատ մեծ էին, 800-ից մոտ 800 եկեղեցի փակվեց Հայաստանում, եկեղեցու սպասավորները մի մասը գնդակահարվեցին, մի մասը աքսորվեցին, խորեն կաթողիկոսը խեղդամահարվեց, որում գիտեք խորեն կաթողիկոսի կերպարները շատ հետաքրքիր։ Օրինակ, եթե իրենից առաջ Գևորգ Սուրենյանց կաթողիկոսը մի անգամ, ասենք ինքը շատ վատ վերաբերմունք ուներ նոր կարգերի նկատմամբ, բոլշևիկյան իշխանության նկատմամբ եւ դա այդպես բացահայտ ցուցաբերում էր, Խորեն Մուրադբեկյանը ինքը բավականին լոյալ էր, այսինքն ինքը նաեւ բանից հետո Գևորգ 5-ից հետո երբ որ նշանակվեց 32 թվականին, դեռ դա էլ է շատ հետաքրքիր, Գևորգ 5-ը մահացավ 30 թվականի հուլիսին, իսկ մյուս կաթողիկոսը միայն 32-ի նոյեմբերին, այսինքն մի տարուց ավել էսպես դադար է տրվել։ 2 տարի, այո։ Հա, բայց իրեն ընտրել են եւ որպես մի մարդ, ով թվում էր թե ամենա այսպես տոլերանտն է, հա, ավելի հանդուրժող է այս նոր կարգերի ռեժիմի հանդեպ, բայց հետո դեպքերի զարգացումը ցույց տվեցին, որ նույնիսկ
նման ոչ կոնֆլիկտային, այսինքն բանի հետ նոր իշխանություններին հակասություններ չունեցող մարդը կարող է դառնալ ուղղակի ֆիզիկական ոչնչացման զոհ, որտեղ երբ որ 1938 թվականի ապրիլի 6-ին է, թե չեմ սխալվում, հենց Վեհարանում խեղդամա է արվում Խորեն Ռադբեկյանը, դա հենց այդ քաղաքականության արտահայտությունն էր, որ եկեղեցին պետք է կառավարվի, եկեղեցին պետք է շարժվի միայն վերևի քաղաքական իշխանությունից եկող ազդակներով եւ այսպես բաներով, ցուցումներով։ Տեսեք 38 թվականին խեղդամա արվեց Վեհարանում Խորեն կաթողիկոսը, դրանից մոտ 7 տարի հետո նոր 87 տարի հետո արդեն Վեհարանի վրա գրոհում են հայկական ուժերին։ Իհարկե շատ այսպես շատ հաճ տեսարան է, շատ այսպես անընդունելի տեսարան է, վերջին հաշվով եւ սա ցուցադրական է, ինձ ամենաշատը դրանում օրինակ տխրեցնում է եւ այսպես զայրեցնում է հենց ցուցադրականությունը, որովհետեւ եթե նույնիսկ ինչ-որ գործողություններ անելու ցանկություն ուներ իշխանությունը, կարելի էր դա անել շատ ավելի այսպես նուրբ միջոցներով, շատ ավելի այսպես ոչ ցուցադրական ճանապարհով։ Եվ ես կարծում եմ, որ եթե խնդիր կար օրինակ Սրբազան Միքայել Աճապայանին հրավիրել ինչ-որ քննչական մարմիններ եւ այլն, ես նաեւ ասենք այդ մարդուն ճանաչելով շատ լավ գիտեմ, որ ինքը անձամբ, այսինքն կներկայանար, ոչ մի խնդիր չկար դրա մեջ, բայց դա հեսա ցուցադրական ժեստ է։ Մենք գիտենք, որ դա ընդհանուր պատրվակ է, խնդիրը ավելի գլոբալ է։ Հա, եւ ցուցադրական ժեստ է, եւ էլի ցուցադրականության հետ էլի մի բան է գալիս, միշտ ինձ մի ուրիշ անալոգիա եմ ես բերում, ես վերջերս ազգային արխիվում աշխատում էի եւ թղթերի հետ ծանոթացա, երբ որ 1924 թվականին եթե չեմ սխալվում, երբ որ որոշում կայացրեց, որ այդ նոր տարվա տոնակատարությունները պետք է արվեն ոչ թե ծննդյան տոներին, այլ առաջ բերվեն եւ դեկտեմբերի վերջ իրականացվեն, որը նաեւ այսպես քրիստոնեական մի տեսակ ծեսնել մի քիչ խեղաթյուրի եւ հետաքրքիր է որ դրանից հետո մենք ունենք մի դեպք, երբ որ Գորիս քաղաքում հարձակվում են հենց ծննդյան տոներին կազմակերպվող միջոցառման ժամանակ հարձակում է տեղի ունենում, որոնք կազմակերպված հարձակում բոլշևիկյան այսպես իշխանությունների կողմից կազմակերպված հարձակում, որովհետև այդ նկարագրությունը հենց դա էր, որ հավատավոր ժողովուրդը գնում էր պատարակի, ծննդյան օրվա պատարակի եւ իրենց դիմավորեցին զինված մահակներով, չգիտեմ ինչ որ ինքնաշեն այսպես բաներով, երկաթի կտորներով եւ այլն մարդիկ, ովքեր կոմսոմոլի ակտիվից էր կազմված Գորիսի եւ ասում եմ չեկայի ներկայացուցիչներից, այսինքն իշխանությունը կազմակերպել էր ցուցադրական ծեծ եւ այդ մարդկանց հավատավոր ժողովրդին եւ նաեւ հոգեվորականներին ուղղակի ծեծել են էլի ցույց տալու համար, որ քաղաքական իշխանությունն է թելադրում քաղաքական կանոններ եւ հոգեվոր իշխանությունը իրավունք չունի շեղվելու այդ բանից։ Ինչպես հիմա։ Հա, եւ ցավոք սրտի մենք տեսնում ենք, բայց եթե դա կարելի էր ինչ-որ տեղ ընդունել, որտեվ ի վերջո խորհրդային միություններ ի վերջո մեր պետությունը չէր, էլ ինչքան էլ մենք շատ դեպքերում խորհրդային Հայաստանը համարում ենք նաև այսպես հայկական պետություն, այսինքն ինքը կառավարում էր ոչ հայկական այսպես ուժերի կողմից եւ այսօր անկախ Հայաստանում, այսպես Հայաստանի Հանրապետությունում ունենալ նման տեսարան, նման առճակատում պետության եւ եկեղեցու միջև, չգիտեմ, շատ այսպես իմ համար շատ այսպես վրդովվեցուցիչ է իմ համար։ Եկեղեցու դերակատարումը հայոց պատմության շրջանակներում ինչպես է գնահատում եւ տեսեք Փաշինյանի այս բռնաճնշումներին զուգընթաց մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից շատ սուր ռետորաբանությունը նույն առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչից է վախենում Ադրբեջանը։ Հա, ընդհանրապես նոր չի միշտ էլ Ադրբեջանը թիրախավորել է համահայկական կառույցները, ոչ միայն հայկական պետությունը, այլ ավելի շատ համահայկական կառույցներ, որտեղ ես միշտ տպավորություն ունեցել, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ այս մեր 30 տարվա այս պետականության ընթացքում շատ ավելի շատ վախեցել են ոչ թե Հայաստանի Հանրապետությունից, որպես մի անկախ պետություն, այլ այն համահայկական այլ հայ ազգից որպես միասնականություն, որովհետև իրենք շատ լավ ընկալել են, որ Հայաստանի Հանրապետությունը առանցին եւ Հայաստանի Հանրապետությունը համայն հայությամբ իր
չգիտեմ, սպյուրքով, իր համայնքներով, իր եկեղեցական ցանցով, իր կառույցներով, լրիվ տարբեր, մենք լրիվ տարբեր քաշային կատեգորիաների մասին ենք խոսում, այսինքն մի դեպքում մենք ունենք փոքրիկ սակավ ռեսուրսներով շրջափակված մի միավորի հետ, որը կարող են կլանել։ Այո, որը երկու այսպես հակառակորդները երբես այսպես իրար այսպես ազգակից ուժերը կարող են միգուցե ռազմական ուժով փորձեն ճնշել։ Մյուս դեպքում մենք ունենք այսպես համաշխարհային մի երևույթի մասին, որը ոչ սահման ունի, ոչ այսպես եւ ոչ տարածքային սահման ունի, ոչ հնարավորությունների սահման ունի եւ այդ պարագայում իրենք միշտ թիրախավորել են եւ Սփյուռքը եւ հայ-առաքելական եկեղեցին։ Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք, որ երկուսն էլ անջատված են Հայաստանի, երկուսի դեպքում էլ մենք տեսնում ենք խզում մեր իշխանությունների, մեր հանրապետական իշխանությունների եւ այս երկու մեծ կառույցների միջեւ եւ կարծում եմ, որ իրենք այդ գիծը շարունակաբար տանում են եւ մենք չէինք նկատում այս քաղաքականությունը մի պարզ պատճառով, որ երբևիցե այդ խզումը չէր եղել։ Հիմա այդ խզումը կա եւ այդ խզման պատճառով ինքը շատ տեսանելի է։ Նաեւ մի թյուր կարծիք կա, կուզենամ, ասենք, օգտագործեմ ձեր ետերը դրա մասին խոսեմ, մի քանի բառ ասեմ։ Թյուր կարծիք կա, որ հայ-առաքելական եկեղեցին ինքը այսպես առանձնապես պետության գոյությունը իր համար անհրաժեշտ չի համարել։ Այսինքն նույնիսկ այն շրջանում, երբ որ մենք պետականություն չենք ունեցել, հայ-առաքելական եկեղեցին եղել է, առաջնորդել է հոտը եւ թվում է թե շատ դեպքերում նույնիսկ իր համար ավելի հարմար պայմաններ եղել, ինքն է եղել այսպես քաղաքական առաջնորդություն ունեցող կառույցը։ Եվ դա իրոք շատ թյուր կարծիք է, բայց ցավոք սրտի շրջանառվում է բարբերաբար շրջանառվում է մեր հասարակությունը։ Ուզում եմ ասեմ, որ որպես պատմաբան դա բոլորովին չի համապատասխանում իրականության։ Հայ-առաքելական եկեղեցին մշտապես եղել է հայկական պետականության հիմքում, հայկական պետական, ի վերջո նաև հայ-առաքելական եկեղեցին ստեղծվեց որպես պետական կրոն։ Ի վերջո Տրդատ երրորդը, երբ որ ստեղծում էր եկեղեցին եւ վերջին հաշվով բազմաստվածությունից անցում էր կատարում մի աստվածություն, միակ չասեմ, բայց կարևոր կրվաններից մեկը, կարևոր պատճառներից մեկը դա կենտրոնաձիգ ուժեղ պետություն ստեղծելու գաղափարն էր, որ մի պետություն, որը կլինի մեկ աստված եւ որը, այսինքն մի աստվածության վրա հիմնված այդ բուրգը կստեղծվի, որը նաեւ կրկնօրինակվի նաեւ պետության մեջ, երբ որ թագավորը դա ոչ թե մեկն է բազմատիվ հավասարազոր այսպես իշխաններից, այլ ինքը միակն է եւ ինքը, ասենք, այդ բուրգի վերևում է գտնվում։ Եվ ընդհանրապես պետականության ամբողջ պատմության ընթացքում մենք տեսնում ենք, որ կաթողիկոսներն են օծել հայ արքաների, մենք տեսնում ենք, որ կաթողիկոսները կատարել են պետության դիվանագիտական նաև ֆունկցիա առաքելությամբ, չգիտեմ, մեկնել են Բյուզանդիա առաքելությամբ, ճակատամարտերում են առաջնորդել եւ նույնիսկ այն ժամանակ, երբ որ պետականությունը կորցրել է, հայ առաքելական եկեղեցին մշտապես եղել է այդ պետականության վերականգնման հիմքում։ Ես կուզեմ օրինակ հիշեցնեմ, որ առաջին այդ փորձերը պետականության վերականգնման, երբ որ բյուզանդական այսպես բաղարատունների պետությունը կործանվեց եւ կլանվեց Բյուզանդիայի կողմից եւ հետագայում նաեւ երկար դարերի ընթացքում այն մի շրջան է, որ մենք կոչվում ենք մութ դարեր, հա, երբ որ Հայաստանը նվաճում էր սելջուկների, մոնղոլների, 700 տարի պետություն։ Այո, եւ այդ ընթացքում մենք տեսնում ենք որոշ ազատագրական փորձեր, երկիրը ազատագրելու պետականության ստեղծելու փորձեր եւ համենայնպես մեզ հասած այսպես առաջի տեղեկությունները դա 1547 թվականն է Ստեփանոս Սալմաստեցու կողմից հրավիրված կաթողիկոսի կողմից հրավիրված եկեղեցական եւ աշխարհիկ ժողովը, որը որոշում կայացրեց, որ պետք է պատվիրակություն մղարկել Եվրոպա, օգնություն խնդրել, որպեսզի վերականգնվի պետությունը։ Նույնիսկ ինքը մեկնեց եպիսկոպոսների հետ, հանդիպեց շատ այսպես բաների եվրոպական միապետերի հետ, հետո հետ վերադարձավ անհաջող, հետո դրանից հետո 5 տարի հետո արդեն Միքայել Սեբաստացին մյուս կաթողիկոսելի ուղարկում են պատվիրակության։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցին ինքը պետության փնտրտուքի մեջ է։ Իսրայելորու ժամանակ ի վերջո Հակոբ Ջուղայեցու պատվիրակություններ, չէ՞ որ անհաջողին չի իմաստով Հակոբ Ջուղայեցին մահանում է Կոստանդնուպոլսում, պատվիրակությունը ցրվում է եւ Իսրայելորին այն մասներ, ով ինքը հետ չի գալիս, հետ Սյունիք, այլ մեկնում է Եվրոպա այդ գործը շարունակելու նպատակով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ եկեղեցին ինքը
հայրաքելական եկեղեցին պետության գոյությունը կենսական է համարում իր համար, այսինքն եկեղեցուն նաև հասկանում է, որ ինչքան ուժեղ է հայկական պետականությունը, այդքան ուժեղ է նաև հայ առաքելական եկեղեցու դիրքերը։ Այդ առումով կուզենայի, որ մենք դա անպայման հիշենք, եւ երկրորդ բանն էլ կա, որը ընդհանրապես մեր պատմությունը նաև դրանով է հետաքրքիր, որ մենք ունենք որոշ երևույթներ, որոնք ընդհանուր համաշխարհային տենդենսներին, տրենդներից դուրս են մնում։ Օրինակ ազգայնականության գաղափարը, չէ՞։ Ազգայնականությունը էլի ձեր լսողներին այսպես տեղեկացնելու առումով ասեմ, որ ինքը նոր գաղափար է, ընդհանրապես եւ ընդհանրապես պատմագրության մեջ ի հայտ է գալիս 19-րդ դարի կեսից, 1800-ականների այսպես կեսից, երբ որ մարդիկ սկսում են իրենց ընկալել ոչ թե որպես կրոնական համայնք, ոչ թե որպես էթնիկ խումբ, այլ էթնիկության եւ լեզվի վրա հիմնված ազգ, էթնոլինգվիստիկ ազգեր են ձևավորվում, եւ հետաքրքիր որ ամբողջ Եվրոպայում այդ process-ը ընթանում է հակաեկեղեցականության ծիրում, հակակաթոլիցիզմի ծիրում։ Օրինակ, երբ որ ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը տեղի ունեցավ, դրանից մի քիչ ավելի վաղ, որը եւ հիմքերը գծեց այդ ազգայնականության, Ֆրանսիայում եկեղեցականներին, կաթոլիկ եկեղեցականներին հետապնդում էին, գնդակահարում էին, այսինքն եւ իրենք մի տեսակ ազգայնականությունը հակադրում էին կրոնական զգացումներին։ Բայց մենք ֆանտաստիկ մի բան է, ֆենոմենալ մի բան է, որ ամբողջ Եվրոպան այդ ճանապարհով է գնացել, բայց մեր օրինակը լրիվ տարբերվում է։ Մեր դեպքում համադրվել է։ Մեր դեպքում ոչ միայն համադրվել է, շատ դեպքերում գլխավորվել է եկեղեցու կողմից։ Եկեղեցին ոչ թե հակադրել է այդ process-ին, եկեղեցին հակառակը եղել է այդ process-ի շատ ակտիվ այսպես սպասարկողը, շատ ակտիվ քաջալերողը, չգիտեմ, նույն Մկրտիչ Խրիմյանի գործունեությունը ամբողջությամբ այդ դա էր։ Ազգայնականության, լեզվի, չգիտեմ, մշակույթի եւ էթնիկական զգացման վրա ազգ կառուցելու բաններ, ճանապարհներ եւ նույնիսկ բանը մի ուրիշ օրինակ է բերում, որ նույնիսկ այն դեպքում, երբ որ մեր հոգեվորականները հայ առաքելական եկեղեցու չէին պատկանում, իրանք մեկը հայկական ազգայնականություն էին ստեղծում եւ այստեղ մխիթարյան հայրերին ես կուզենայի բերեի, ովքեր կաթոլիկներ էին, իրենք կաթոլիկ լինելով իրենք ստեղծել են մի միաբանություն, որի անդամ կարող է լինի միայն հայը։ Այսինքն նույնիսկ կաթոլիցիզմը, որը համաշխարհային կրոնն է, չէ, եւ կաթոլիցիզմը չի ճանաչում ազգային տարբերություններ, էթնիկ տարբերություններ։ Նույնիսկ կաթոլիցիզմի մեջ այս մարդիկ մխիթարյան միաբանության ներկայացուցիչները իրենք դրեցին հայկական տարի կարևորությունը, որտեղ եթե դու ուզում ես մխիթարյան միաբանության անդամ լինես, դու պետք է հայ լինես եւ կաթոլիկ լինես։ Եվ իրենց ամբողջ այդ տեքստերը, որ իրանք գրում են, ամբողջ այդ աշխատությունները, Չամչյանի հայոց պատմությունը, չգիտեմ, հայոց լեզվի այդ բաները, բառարանը եւ այլն, իրենք ամբողջը հենց կառուցում էին ազգ կառուցելու վրա այդ բաներն էին դնում, արգուսներն էին դնում, որը հետո պետք է վերեր այդ ազգայնական զգացումներին։ Ուզում եմ ասեմ, որ եկեղեցին այդ առումով էլ է շատ առանձնահատուկ մեր համար եւ այդ ազգային զգացման համար ազգային պետություն, ուզում եմ այս երկու իմ ասածը հիմա համադրել, պետություն կառուցելու եւ ազգի գերակայության ընդգծելու առումով եկեղեցին շատ կարեւոր է, իսկ այսօրվա պետությունները դրանք ազգային պետություններ են եւ այդ ազգային պետությունները մեր դեպքում գոնե բան են անում, համադրվում է հենց եկեղեցու առկայությամբ։ Տեսեք, Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոնի Բարակը երեք սկանդալային հայտարարություն արեց, նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալել այսպես կոչված Զանգեզուրի միջանցկացվածը։ Փաստացի մենք ֆիքսում ենք, որ Զանգեզուրի միջանցք տերմինաբանությունը այլևս միջազգային օրակարգի մաս է կազմում եւ կխնդրեի խոսել այդ ճանապարհ ասվածի պատմաքաղաքական ծագումնաբանության մասին։ Պարզ է, որ այդ հարցը նոր չէ եւ գրեթե վերջին 100 տարին թուրքերը եւ ադրբեջանցիները մշտապես խոսում են դրա մասին եւ ժամանակ առ ժամանակ, երբ պահ հասնում է, նրանք այդ պահանջը դնում են։ Այո, եւ այդ հարցը իրոք նոր չի, 100 տարուց էլ նույնիսկ ավելի կա։ Ես հիշում եմ, որն է հիմքը։ Հա, ես հիշում եմ, որ երբ որ շատ բարձ տեքստեր կան դրա վերաբերյալ։ Ի վերջո այդ պանթուրքիզմի գաղափարը, որը պետք է միավորեր Օսմանյան կայսրություն եւ թուրքախոս ժողովուրդները, Փաշինյանը ասաց մենք դեմ չենք մեծ Թուրանին։ Ինքը շատ այսպես
իմիջիայլոց կենթանի թեմա է։ Մենք պատմաբաններս միշտ խոսում էինք դրա վտանգի մասին, բայց սրանից երևի մի 10 տարի առաջ մեր ասածները ոչ ոք լուրջ չեր ընդունում, որովհետև կարծում էր, որ մենք մնացել ենք այդ պատմական տեքստերի ազդեցության տակ եւ չենք ընկալում ժամանակից քաղաքականությունը, այնինչ ցավոք սրտի իրադարձությունների զարգացումները ցույց տվին, որ մենք էինք ճիշտ եւ Թուրանը, այդ Թուրանի գաղափարը, մեծ Թուրանի գաղափարը փանթուրքիզմը ինքը շատ այսպես կենսունակ, հա, թեմա էր եւ Թուրքիայում գոնե երկրորդ այսպես կամ 2020 թվականի 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո դարձավ այսպես շատ པարզ օրակարգային մի թեմա, որը նաեւ վերակենդանացրեց այդ թուրքյան Միջին Ասիայի ժողովուրդներին եւ Ադրբեջանի միջոցով միավորվելու գաղափարը։ Եվ ես այստեղ նորից մի պատմական բան կուզենայի հիշել, երբ որ 1920 թվականին սեպտեմբերին թուրքական զորքերը անցան Հայաստանի Հանրապետության սահմանը եւ մտան Հայաստան, Օլթիի կողմից մտան շարժվելով առաջ դեպի Կարս եւ հետո դեպի Ալեքսանդրապոլ, մի նամակ կա, որ Քեմալը գրում է իր հրամանատարներին եւ Կազիմ Ղարաբեկիրին հատկապես, ինքը նշում է, որ Հայաստանը խոչընդոտ է մեզ եւ մեր եղբայրների միավորվելու համար։ Եվ այս Զանգեզուրի միջանց կոչվածը հենց այդ խոչընդոտի, հենց այդ գաղափարն է, որը խոչընդոտը վերացնելու միտքն է, որը թուրքական այսպես պետության, այսօրվա թուրքական հանրապետության հիմքում ընկած գաղափարներից մեկն է, որովհետև Մուստաֆա Քեմալը այդ գաղափարը հստակ ընդգծում է, այդ կապի ապահովումը շատ կարևոր է համարում իր համար։ Եվ նաև էլի մի ուրիշ բան կուզենամ ընդգծեմ, որպեսզի էլի մենք հասկանանք, թե ինչքան կարևոր էին իրանք ընկալել այդ ցամաքային ճանապարհ ունենալու կապը 1932 թվական, երբ որ Թուրքիան Իրանից փոխանակում է, Իրանի հետ փոխհամաձայնության է գալիս եւ մի փոքրիկ հողակտոր է ստանում Իրանից, որը այսպես բարակ լեզվակի նման միավորում է Թուրքիայի այդ Իգդիրի շրջանը Նախիջևանի հետ։ Մի քանի կիլոմետր երկարությամբ մի շրջան է, եթե դուք նայեք մինչև 32 թվականի Հայաստանի Հանրապետության քարտեզները կամ Խորհրդային Միության քարտեզը, դուք տեսնեք, որ Թուրքիան Նախիջևանի հետ ոչ մի սահման չունի, այսինքն դա Իրանի տարածք է, բայց 32 թվականից հետո մենք տեսնում ենք, որ այդ լեզվակը կա եւ դրա դիմաց Թուրքիան նույնիսկ ավելի մեծ տարածքներ Ուրմիա լճի շրջանում փոխանցեց Թուրքիայից։ Ինչի էր դա անում, որովհետեւ էլի կենսական նշանակություն էր զգում իր համար ունենալ ցամաքային ուղղակի կապ Ադրբեջանի հետ եւ այսօրվա այդ Զանգեզուրի այդ ճանապարհը, որ իրանք կոչում են միջանցք գաղափարը, հենց նաեւ դրա ուղղակի շարունակությունն է եւ ասենք նույն Նժդեի գործունեությունը, որը ով միջև 21 թվականի հունիս էլի հիշեցնեմ մեր լսողներին, որ Հայաստանը խորհրդայնացվել է 1920 թվականի դեկտեմբերի, նոյեմբերի 29-ից այդ Իջևանով մտան Կարմիր բանակը մտավ, բայց վերջնական խորհրդայնացումը դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ն են տեղի ունեցել, բայց մինչև 21 թվականի հունիս փաստացի Նժդեը Զանգեզուրը վերահսկում էր եւ Զանգեզուրից դուրս չէր գալիս, որովհետեւ կար վտանգ, որ բոլշևիկները Զանգեզուրը նույնպես կփոխանցեն Ադրբեջանին։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ նաև Նժդեյն շատ լավ հասկանում էր, ինչքան կարևոր էր ունենալ այդ ճանապարհը, որը կկտրի այդ երկու մեզ շրջապատող աջից եւ ձախից շրջապատող թշնամի հարևաններից։ Եվ ես գիտեք, մի քիչ կարող է սպեկուլյացիա թվա, բայց ես ավելի գալիս եմ հակվելու այդ մտքին, որ երբ որ հայկական կառավարությունը, խորհրդային կառավարությունը արդեն եւ եթե չեմ սխալվում Միասնիկյանն էր արդեն այդ ժամանակ, երբ որ իրենք բանակցում էին Նժդեի հետ այդ տարածքի համար եւ ի վերջո խոստում տվեցին Նժդեին, որ եթե Նժդեը զենքերը վար դնի եւ հեռանա Իրանով, որև հետո տեղի ունեցավ, ապա իրենք խոստանում են, որ այս տարածքը կմնա Հայաստանի կազմի մեջ։ Ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ նույնիսկ Ռուսաստանը, խորհրդային Ռուսաստանն էր հասկանում, ինչքան կարեւոր է այդ բանը շեշտը, այդ հատվածը Հայաստանի վերահսկողության տակ պահելը, որպեսզի այդ ուղղակի կապող չլինի Թուրքիայի համար, ամբողջ Միջին Ասիան, Ադրբեջանի եւ Միջին Ասիայի ժողովուրդների համար։ Այսինքն, ինչի՞ եմ այս ամեն ինչ այդքան շատ պատմում, որպեսզի մենք հասկանանք, որ
Այստեղ խոսքը ուղղակի մի ճանապարհի մասին չի գնում։ Սա շատ մեծ, այսպես աշխարհաքաղաքական մի հասկացության մասին է, որը 30 տարի լռեցվել էր հայկական ուժերի շնորհիվ, որովհետև երբ որ մենք վերահսկում էինք Արցախի հանրապետության այդ ամբողջ տարածքը, բնականաբար դրա մասին խոսակցություն չէր կարող լինել, որտեղ այդ ամբողջ տարածքը շատ հսկայական տարածք էր, ասենք հայկական ուժերի վերահսկողության տակ, բայց 2020 թվականի պարտությունից հետո այդ թեման նորից վերակենդանացվել է եւ դրվել է օրակարգում եւ կարծում եմ, որ այդ ամերիկյան դիվանագետի անկեղծացումները էլի շատ վտանգավոր են, դա ցույց են տալիս, որ ինչ որ իրոք գլոբալ համաշխարհային process կա դրա վերաբերյալ։ Ու էլի կարող է հիմա ինձ քննադատեն շատերը, բայց ես դեմ չէի լինի դա տալու իմիջիալոց ամերիկացիներին 100 տարով, բայց մի պայմանով, որ իրենք այդ նույն պահնորդական ծառայությունը, որը ապահովելու է այդ ճանապարհի անվտանգությունը, այդ նույն պահնորդային ծառայությունը ապահովեր օրինակ Արցախ վերադարձող հայերի անվտանգությունը, օրինակ, հա, եթե ասեր, որ հա համաձայնենք, եթե դուք անվտանգություն եք ապահովում այդ տարածքի, ուրեմն մենք դա պատրաստ ենք ձեզ տանք, օրինակ, բան էլի, ոնց որ ինչ որ մի բանի դիմաց, որը այդպես բնականաբար չէր լինի, որովհետև Հայաստանի իշխանությունը ինքն է Արցախը հանձնել։ Այո, եւ ցավոք սրտի ես գրեթե համոզված եմ, որ մեր իշխանությունները այդ ուղղությամբ չեն բանակցում։ Համենայն դեպս ոչ մի բաց աղբյուրում կամ, չգիտեմ, ոչ մի քննարկման կամ հարցազրույցի մեջ իրենք այդ թեման չեն բարձրացնում, այսինքն Արցախ հայկական վերադարձի հարցը չեն բարձրացնում, ընդ որում ես էլի կարող եմ պատկերացնել ինչի չեն բարձրացնում, երևի մտածում են, որ եթե մենք այս հարցը բարձրացնենք դիմացը այսպես ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման հարց կբարձրանա, բայց արյութես որ առանց մեր բարձրացնելու այդ հարցը հիմա դառնում է միջազգային օրակարգի հարց եւ մի քանի վերջի շրջանում մի քանի այսպես շատ հնչեղ չէ միջազգային ֆորումներում այդ հարցը սկսեց քննարկվել, որը վտանգ է, չգիտեմ, միջև երբ կարողանա Հայաստանը դիմադրի այդ պահանջին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր պատմական գիտությունների թեկնածու ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube ալիքին, կհանդիպենք։